պետք է ընդդիմությունը հաղթի։ Այսինքն տպավորություն չէ, նա պարտադիր պետք է հաղթի, որովհետև եթե մենք սենց շարունակենք, այս գիծը, որ տանում է Նիկոլ Փաշինյանը, վաղը մեծ օրը Հայաստան չի լինելու։ Ինչու բացատրեմ իմ կարծիքը, առաջինը ասեմ, որ այդ 10,000 դրամանոց ընտրակաշառքը, որ տվել են, ընտրություններից հետո փակելու են թոշակառուներին։ Ինչու։ Որովհետև երբ որ թոշակառու են, դա բյուջետի մեջ նախատեսված է։ Գումարած դրան պետք է ազգային ժողովը հաստատի, որը չկա, թե որ միջոցներից են արել, չգիտեմ, ընտրությունից հետո կարող են ասել միջոցները պրծել, այլ չկա այդ գումար որ տանք։ Այդ մեկ, երկրորդը, երբ որ եկան այս բաները եվրոպացիները Հայաստան, ես դա համեմատում եմ Ամերիկան Կոլումբոսով, որ բաց էր հայտնաբերել էր Ամերիկան 1790-ական թվականներին։ Ստեղ Կոլումբոսը Մակրոնն էր, մնացածնել են Եվրոպայի հանցագործները, որ գնացին Ամերիկան թալանեցին։ Միջև այսօր դե մի հատ մնացել է մի հատ հնդիկ, որ սրան իր կոստյումը ազգային կոստյումը հացնում են ու նմուշի պես ցույց են տալի։ Հիմա նույնը կատարվել է մեզ մոտ։ Եթե սա շարունակվեց, թուրքերի ասածը կիրականանա, կմնա մի հատ հայ էնել հանգարանում։ Ինչու, որովհետև ես թվում է այսպես, որ կա Ավրամյան պայմանագիր։ Իսրայելի և Թուրքիայի խնդիրները իրար մեջ լուծել են։ Իսրայելին տվել են Մերձավոր Արևելքը, Թուրքիային տվել են Հայաստանը, Ադրբեջանը և Միջին Ասիան։ Ինչ անշնայ, որ վաղը մյուսները մենք խանգարում ենք Թուրքիայի և Ադրբեջանի միանալուն Միջին Ասիայի հետ, մենք սեպի նման մխրճված ենք այդտեղ։ Դա անգամ Ստալինն է ասել այն թվականներին, որ ասել է Հայաստանը պետք է մնա ինչպես սեպ։ Ընդդիմությունը պետք է հաղթի։ Հերիք եղավ մենք ստի մեջ ապրենք։ Այսօր հետևում եք, թե ինչ իրավիճակ է տիրում շուկաներում ընդհանրապես, ռուս-հայկական հարաբերությունների այսօր ինչպես է գնահատում, որովհետև տեսնում ենք, որ Ռուսաստանը օրեցօր նոր սահմանափակումներ է կիրառում, արգելափակումներ է կիրառում տարբեր գյուղմթերքից սկսած մինչև ալկոհոլային խմիչքների, մինչև անգամ ձկնարդյունաբերության հետ կապված սերտիֆիկացումն է արգելափակել որոշ ընկերությունների։ Որ քննադատում է ռուսներին, եթե ես կանգնեմ մեկին, անընդհատ վիրավորեմ, անպատվեմ, իմ մասնակցությունը սառեցնեմ, այդ անձնավորությունը կամ այդ պետությունը ինչ պետք է անի մեր մոտ։ Նա էլ իր նման պաշտպանում է իր շուկան։ Ասում է եղբայր չես ուզում իմ հետ ընկերություն անես, դու ուզում ես գնաս Եվրոպա, արի եվրոպական ստանդարտներով ապրի։ Կարանք ապրենք, չեն կարա։ Իսկ ռուսական շուկային այլընտրանք ունի։ Ռուսական շուկան այնքան մեծ, Հայաստանը ոչ մի այլընտրանք չունի։ Ով պետք է առնի հայկական ապրանքը։ Անդամ երկրներին։ Եմ անդամ երկրները, ուրեմն եմ անդամ երկրները, եթե կհիշեք Ֆրանսիայում, ուկրաինացիները Լեհաստան, Ֆրանսիա ծորեն տարան։ Ինչ կատարվեց ընդ։ Գյուղատնտեսության հետ բնակավարը աշխատում, եկան բունտ արեցին, ճանապարհները փակեցին, ասին ախպեր, մեր ապրանքը չի ծախում։ Սրանցը բերում եք ինչ անեք։ Եվրոպայում կարգը այդպես չի։ Եվրոպան այսպես է։ Ենթադրենք Հոլանդիան ծաղիկ աճեցնում, չէ՞։ Պետք է միայն Հոլանդիան աճեցնի։ Գերմանիան մեքենա է արտադրում, պետք է միայն մեքենա արտադրի։ Հունաստանը տուրիզմը միայն տուրիզմ, չեն թույլ տալի ուրիշ բան։ Նա կարա ինչ-որ փոքր թեթև արդյունաբերություն դնի։ Իսկ նաև այս օրերին իշխանությունը շատ է խոսում, որ պետք է խաղաղություն հաստատվի, հարևանություն անեն Ադրբեջանի, Թուրքիայի հետ ճանապարհները բացեն, հայ գյուղացին, հայ արտադրողը ինչ կարող է առաջարկել, օրինակ Թուրքիային, Ադրբեջանին, ոչ մի բան Թուրքիային չի կարող առաջարկել։ Տնտեսության բավականին Թուրքիային ոչինչ չի կարող առաջարկի, որովհետև Թուրքիան ինքը այնքան զարգացած համեմատ Հայաստանի հետ պետությունը, թե արդյունաբերությամբ, թե գյուղատնտեսությամբ, թե ինչով։ Մենք ինչ պետք է առաջարկենք։ Թուրքիան իր լոլիկները կբերի ստեղ կվաճառի, մեր գյուղացին կմնա անգործ։ Ոչ մի բան չեն կարող առաջարկենք։ Հետո մի հատ ինձ հարցը շատ հետաքրքիր էլի։ Բոլորը քննադատում են ռուսներին։ Քննադատում են, ասում են ռուսը վատնա է, փաստորեն ինչ ասած, ճիշտ է, ռուսը շատ սխալներ արեն մեր հանդեպ։ Բայց ուրեմն դու սա գալի, որ մենք ռուսին ասում ենք վատնա, իսկ նա ով որ մեր 18 տարեկան երեխաների վիզը կտրել է, դարել է մեր բարեկամը,
Այդ ոնց է տես լինում։ Այդ 300,000 ադրբեջանցին երեք այդ Ռուբեն Մխիթարյանը շատ ճիշտ ասել։ Ես չգիտեմ քանալ 290 քանի հազար մնացածը ԿՊԱ-կան պատգամավորներն են։ Բերելու են կամանց էքսպանսիա կանեն Հայաստան եւ Հայաստանը կհայաթափվի, ինչպես եւ հայաթափեց Ադրբեջանը, բան Արցախը։ Պետք չի կարելի թույլ տալ։ Պետք է այս ԿՊԱ-կան հեռացնել, պարզապես հեռացնել։ Եվ ասում եմ բոլորի այն, ովքեր որ դավաճանել են Հայաստանին եւ հասցրել Հայաստան այսօրվա, պետք է մի հատ ցուցատախտակ լինի։ Բոլորի նկարները կպցնել է ցուցատախտակի վրա, որ ժողովուրդը գնա եւ իմանա ով է իրան հասցրել այսօրի։ Տենց է պետք անել։